Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գլխավոր դատախազը ներկայացրել է հաղորդում, գլխավոր դատախազը ոչ թե ներկայացրել է, այսպես ասած, պարզապես պատճենը ուղարկել է քննչական կոմիտեին, էլի եթե գլխավոր դատախազը դա ուղարկեր, կարծում եմ կրկին արտառոց կլիներ։ Պատկերացնում եք, գլխավոր դատախազն է կոնկրետ գործով ներկայացնում հաղորդում։ Այո, ճիշտ եք, մամուլի ուսումնասիրման հիման վրա ներկայացրել է, բայց հաղորդում։ Այսինքն ինքն ուսումնասիրել է, Այո։ ինքն հետևել է հանցազույգին, Այո։ ինքը հաղորդումը ներկայացրել է, որի Այստեղ շատ հետաքրքիր հանգամանք կա, որը կարծում եմ հետագայում ուսումնասիրման առարկա կհանդիսանա, թե կոնկրետ ժամանակագրային դա հատկապես երբ է եղել։ Օրինակ, Facebook-յան արդարադատության մեկնարկից առաջ թե հետո եւ այլն։ Կարծում եմ դրա վերաբերյալ հետագայում եւս պարզաբանումներ կունենանք։ Այստեղ խոսքը գնում է դեպքի ենթադրյալ ինտենսիվության մասին։ Եկեք կրկին վերհիշենք, խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է, որի համար պատիժը կարող է լինել տուգանք։ Բայց այդ պայմաններում գլխավոր դատախազը ներկայացնում է հաղորդում, դրան հաջորդում է, բոլորս հիշում ենք, իրավապահների հարյուրավոր խումբ, այսպես ասած, փորձում է ներխուժել Սամվել Կարապետյանի առանձնատուն, որից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում է, որից հետո ձերբակալումը վերացվում է, քանի որ սկզբից ձերբակալվել էր 72 ժամվա ռեժիմի պայմաններում, այնուհետև այդ ձերբակալման որոշումը վերացվում է եւ Սամվել Կարապետյանը փաստացի մոտ 1 ժամ ամբողջությամբ ազատության մեջ գտնվող անձ է եղել եւ կրկին ձերբակալվում է այժմ կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Եվ այս պայմաններում իդեպ նաև կարծում եմ հանրության աչքի առջև էր Սամվել Կարապետյանի դրսևորած վարքագիծը, այդ թվում ինքնակամ ներկայանալու եւ այլն, դատարանը գտել է, որ Սամվել Կարապետյանի դեպքում առկա է թաքնվելու ռիսկ։ Իդեպ այս հանգամանքը միջազգային փորձում է աննախադեպ։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանք, Forbes-ի ցուցակում գտնվող անձ, Հայաստանի Հանրապետությունում հարգանք վայելող, բացառապես դրական բնութագրվող, կարծում եմ առնվազն այն բարեգործական ծրագրերը, որը իրականացրել է, դա մեղմ ասած իրավական իմաստով մեղմացնող հանգամանք է։ Իդեպ խոսում ենք $500 միլիարդ ավելի բարեգործական ծրագրերի մասին իրենց համակցության մեջ։ Հիմա այդ պայմաններում դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող էր թաքնվել քննությունից։ Մյուսը, որ գտնում է իդեպ դատարանը, կներեք, ձեր հարցադրումը կտակ։ Մյուսը իդեպ դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել քննությանը։ Խոչընդոտել մի քննության, որի ամբողջ մեխը առյուծի բաժինը ապացուցողական իրենց դիտարկմամբ հանդիսանում է տեսանյութը։ Իդեպ պարզ վարժություն է, սա պետք է չի իրավաբան լինել։ Եթե ենթադրյալ կոչ է տեղի ունեցել, որն էլ կա տեսանյութի վրա, այդտեղ միակ քննչական գործողությունը, որ կատարում ես, այդ տեսանյութը ներբեռնում ես, զննում ես, դարձնում ես քրեական գործի անբաժանելի մաս, կարող ես մի հատ էլ կրիչի վրա տեղադրես, դնես չերկիզվող պահարանում։ Վերջ։ Բայց օրինակ քննիչը եւ դատարանը գտնում էին, որ այդ տեսանյութին, որը զննվել է չերկիզվող պահարանում է գտնվում, կարելի է խոչընդոտել։ Օրինակ օբյեկտիվ իրականության մեջ դա նույնիսկ խելագարության կանխավարկածով դիտարկելու դեպքում անհնարին է, անհնարին, բայց մենք այնինչ ունենք։ Այո։ Խոսելով Միքայել Աշապատյանի գործի մասին, ասել է, որ այս գործը պետք է դիտարկել ընդհանուր տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Բագրատ Գալստանյանի, Սամվել Կարապետյանի անունը չի տալիս, կապես է, բայց ասում է, որ պետք է ընդհանուր համատեքստում դիտարկել, եւ ասում է, այ Բագրատ Գալստանյանի քրեական վարույթի շրջանակներում արկա է փաստաթուղթ, որ այդտեղ նաև գործարարներ պիտի ելույթ ունենային, որ հոգեվորականներ պետք է միանային այդ գործի, հոգեվորականների պետք է հավաք, այսպես ասած, հա, նրանք պետք է, եւ այս համատեքստում եթե դիտարկենք, հնարավոր է, որ Սամվել Կարապետյանի գործը կապվում է այս եկեղեցու այլ հոգեվորականների գործի հետ եւ Նվացում բան պատմում երեք ազգային ժողովում պետական ասնապետի օրենքի շրջանակներում կոնկրետ հենց Աղաջանյանը կարծեմ հայտարարություն արեց, որ ինքը ըստ էության ոնց որ մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու համար։ Շատ լավ, շնորհակալություն հարցադրման համար։ Ես եւս լսել եմ նշված հայտարարությունը, ես մի քիչ այլ կոնտեքստ եմ տեսել այդ հայտարարության մեջ, բոլոր դեպքերում, բայց փորձեմ պատասխանել ձեր հարցին։
ըստ վարույթ իրականացնող մարմնի եւ այն մեղադրանքն էլ խնդրում եմ ճակերտներում դիտարկենք, որը ներկայացվել է Սամվել Կարապետյանին, վերաբերում է նրան, որ վերջինս իբրև կոչ է ներկայացրել իշխանության զավթման ուղղված, որին էլ նախորդել էր եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, այն է գործադիր իշխանության դիրքորոշումը ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ, հրաժարականի վերաբերյալ։ Այլ հանգամանքներ տվյալ գործով չկան։ Կարող են լինել քաղաքական հայտարարություններ, կարող են լինել ենթադրություններ, որտեղ կներեք հենց նույն քննչական կոմիտեի նախագահի խոսքում ես նկատեցի, որ վերջինս օգտագործում էր հայտարարություն բառը։ Իդեպ հայտարարությունը երբեք կոչ չի կարող լինել։ Կամ կոչ կա, քննչական կոմիտեի շատ լավ, քաղաքական հայտարարություն է, որ ասենք քաղաքական հայտարարություն, հավանաբար քննչական կոմիտեի նախագահը չպիտի քաղաքական հայտարարություն անի, հավանաբար ես սա դիտարկում եմ քրեական վարույթի շրջանակներում կատարվող ինչ-որ։ առնվազն ցանկացած իրավապահների ներկայացուցիչների կողմից իհարկե պետք է լինի շրջանակ խոսքի եւ այդ խոսքի շրջանակը ես առնվազն փորձում եմ վերլուծել այն տրամաբանությամբ, որ ենթադրում եմ գործընկերները իրավապահ մարմինների գիտակցում են, որ տվյալ դեպքում չկա որևէ կոչ, այսինքն նվազագույն լեզվաբանական իմաստով եւս արդեն փորձում են այլ մարտավարություն իրացնել, որ ենթադրաբար հայտարարությունը իր մեջ կոնտեքստի ինչ որ հանգամանքներից ելնելով կարող է պարունակել կոչի տարեր, կներեք, ես մի բան ասեմ, մենք որպես իրավաբաններ հատկապես քրեական արդարադատության տիրույթում չենք կարող աբստրահվենք կոնկրետ հանգամանքներից։ Տվյալ դեպքում, եթե խոսքը նրա մասին է, որ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել էր, բայց կարծես մինչև քննչական կոմիտեն դա հրապարակվել էր քաղաքական պաշտոնյաների կողմից, ինչ որ թղթիկի մասին, որը A4 ֆորմատի թղթի վրա տենց ինչ որ անուններ էին գրված եւ այլն, կներեք դրանով մարդուն ինչ որ անուղակի թեկուզ մեղսագրում անելը աբսուրդ է։ Այն որ արդեն աբսուրդի հետ գործում ենք, փորձում ենք աբսուրդի շրջանակը լայնացնել, նույնիսկ այդ մասով իհարկե գիտեք, ես միշտ լավատես եմ, չեմ կարծում, որ նման իրավիճակում հայտնվենք։ Միգուցե պարզապես փորձում են անուղակի, այսպես ասած, մի տվյալներով ասել, որ տվյալ դեպքում չնայած հայտարարություն է, բայց քանի որ իրավիճակ է եղել, այլ դրա համար միգուցե եկեք դիտարկենք կոչ, բայց սա էլ շատ դժվարանում եմ մեկնաբանել, որտեղ կարծում եմ ինքն է երևի թե հենց հասցեատերը պարոն Պողոսյանը մի բան կարող եմ ասել, հստակորեն կարող եմ ասել։ Սամվել Կարապետյանի գործողությունների մեջ ուղղակի թե անուղղակի որևէ ոչ իրավաչափ գործունեություն չկա, ավելին այս քրեական գործը ստեղծում է մի իրավիճակ, որ ստացվում է մայր աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել։ Իդեպ մայր աթոռին էլ պաշտպանելու շրջանակներում խոսքը կարող է լինել ոչ դուրեկան, խոսքը կարող է լինել վիրավորական, խոսքը կարող է լինել ցնցող։ Իդեպ սա բառացի մեջբերումներն են Եվրոպական դատարանի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներից։ Ավելին, մի հետաքրքիր Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հանգամանք նշեմ, 2008 թվականի հոկտեմբեր ամսի ՍԴՎ 766 որոշմամբ ժամանակագրությունն էլ չէ, իսկապես հետաքրքիր նշեցի, Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ իրավաչափության շրջանակներում է նույնիսկ սուր պահանջը հրաժարականի, դրա վերաբերյալ կոչը հավաքներ անելու եւ այլ պատկերացնեք շրջանակը։ Այս պարագայում, երբ անձը ներկայացնում է իր հայտարարությունը մայր աթոռին պաշտպանելու վերաբերյալ, իսկ մենք բոլորս տեսնում ենք, չի ինչ է կատարվում։ Այսինքն ակնհայտ է, նույնիսկ միջազգային մամուլն է գրում նրա մասին, թե ինչ է կատարվում Հայաստանի գործադիր իշխանություն մայր աթոռ իրավահարաբերություններում։ Պաշտպանելու խոսքը, այո, կարող է փաստորեն վերածվել նաև քրեական հետապնդում։